Բարև ձեզ, ձեզ հետ Կարենն է, այսօր դեկտեմբերի 25-ն է 2025 թվականի, ամսաթվով կարելի ասել գեղեցիկ և ավելի կոնկրետ շատ սիմետրիկ թիվ ըստ կալենդարի 2025-ը 12-25-րդ օր, այսօր ես Python ծրագրով փորձեցի կազմել մի ծրագիր դեսքթոփային ժամանակակից ուտիլիտ, որը կարծում եմ պետք կգա առօրյայում շատերին, այն կազմել եմ մեկ օրվա ընթացքում Python ծրագրի միջոցով, ներառում է իրենից մոտավորապես 5-ից 7 ֆունկցիաներ, այդ թվում նաև նշումների համար նախատեսված տիրույթ, նոթատետեր, այսպես ասենք, քանի որ իմ փորձը Python-ում կարելի ասել նոր է, ես չհասցրեցի մշակել ավելի խորը ծրագիր այնպես, որպեսզի ֆոնային դոզ հրանգը ոչ այնքան ինտենսիվ կերպով աշխատի, որպեսզի ներդաշնակի ծրագրի հետ այդ թերությունը այնքան էլ լիարժեք ինձ մոտ չստացվեց ուղղել, բայց ընդհանուր առմամբ ծրագրի ֆունկցիոնալությունը պահպանված է, նշեմ, որ ծրագիր մուտք գործելու համար պետք է անպայման ներառենք գաղտնաբառ, ես գաղտնաբառը կթողնեմ այս տեսանյութի նկարագրության բաժնում, որով դուք կարող եք մուտք գործել այս դեսքթոփային ժամանակակից ոճով, դիզայնով նաև փորձել եմ այն կազմել, որին դուք մուտք կգործեք, ինչպես ասացի, նկարագրությունում թողնված նշանաբառով իմ եւ այսպես թողարկեմ եւ ամեջապես ծանոթանանք։ Ահա իմ կազմած այսօրվա 2025 թվականի դեկտեմբերի 25-ի ծրագիրը ունի այսպիսի ժամանակակից տեսք, ինչպես տեսնում եք, այն ունի 6 ֆունկցիոնալ ստեղներ առնվազն, առաջինը համակարգիչը անջատում է, երկրորդը վերաբեռնավորում է, ահա այս ստեղնով գործարկում է Chrome բրաուզերը, այս ստեղնով Firefox բրաուզերը, այս ստեղնով օրինակ, ինչպես ասում են, հաշվիչը կամ ռուսերենից կալկուլյատորը, հիմա ես գործարկեմ, տեսնենք միասին, ահա, այսպես, օրինակ, կարող ենք թողարկել Chrome բրաուզերը, այսպես, համակարգիչը ես չեմ վերաբեռնավորում, սա restart-ին է համակարգչի վերաբերում, սա անջատելուն, սա ամսաթիվն է դուրս բերում, այսպես այստեղ ինֆորմացիոն պատուհան կարծում եմ շատերին պետք կգա, պրոցեսի ծանրաբեռնվածությունը, այստեղ կոնկրետ կախված մայրական սալիկից դատչիկները, տվիչները չեն կարողանում փոխանցել պրոցեսորի ջերմաստիճանը այս իմ մայրական սալիկի պարագայում, սա ընթացիկ տեսակարտի ջերմաստիճանն է բեռնվածությամբ, սա օպերատիվ հիշողության զբաղվածությունը տոկոսներով, սա մեր սկավառակի կարողանակությունը, այսպես, այստեղ մենք կարող ենք նոթեր իրականացնել, օրինակ, այսպես, և կարող ենք վերջում սախրանից տանք, ահա, այսպես, սա temp ֆայլերն է մաքրում, կարծում եմ շատերին օգտակար կլինի համակարգիչը արագացնելու համար, ահա այսպես ուղղակի վրան կլիկ ենք անում, համապատասխան պատուհան դուրս կբերի, այսպես մաքրվեց, և սա բրաուզերի կեշն է մաքրում, մի փոքր ադզիվ չի վստահ DOS հրահանգի ակտիվ ֆոնային աշխատանքի պատճառով այնքան էլ արագ չէ, բայց այնուամենայնիվ նորմալ է։ Կարծում եմ այսքանը էս վերևի մասում, ինչպես տեսնում եք, ընթացիկ ամսաթիվն ու ժամանակն է նշված։ Սա ծրագրի անունը Control Panel 2026, ես պայմանական անվանել եմ, իդեպ ծրագրի երկրորդ վերսիան է, առաջի վերսիան ավելի կատալոգացված տեսք չուներ, սա ավելի ժամանակակից տեսքով է, ահա այս մասում վերսիան նշել եմ, առաջին վերսիան ես բաց թողեցի, որոշեցի չհրապարակել, քանի որ այն դիզայնով այսպիսի ավելի ժամանակակից տեսք չուներ, սա ավելի ժամանակակից տեսքով դեսքթոփային ուտելիտ է, իմ կողմից կազմված, կարծում եմ ոմանց կարող է պետք գալ, այս ծրագրի լինքը ես նույնպես կթողնեմ
նկարագրության բաժնում եւ այսպես ձեզ այդ Կարենն էր, այսօր ես ձեզ ներկայացրեցի իմ կողմից կազմված Python ծրագրավորման լեզվով դեսկտոպային ուտիլիտ ժամանակակից ինտերֆեյսով, ահա այսքանը, եթե տեսանյութը ձեզ համար նաև օգտակար էր կամ պիտանի դրեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին հետագա տեսանյութերը բաց չթողնելու համար, ձեզ հետ ինչպես ասացի Կարենն էր, միշտ նոր հանդիպում։